Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Վերջերս Երևանում կայացած հրաձգության Եվրոպայի առաջնությունը Հայաստանի համար պատմական էր ոչ միայն մեր երկրում առաջին անգամ նման մասշտաբի մրցաշար անցկացնելու, այլև հայ մարզիկների նվաճած մեդալների առումով։ Մենք ունեցանք 13 մեդալ, 4 ոսկի, 8 արծաթ եւ 1 բրոնզ։ Իսկ Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում ապահովեց Լիլիթ Մկրտչյանը, իդեպ նա Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Ողջույն Լիլիթ, դու շատ հեշտ է հնչում առհասարակ Եվրոպայի քառակի չեմպիոն, բայց ենթադրում եմ գիտակցում ես, որ դու հայկական սպորտի լեգենդար մարզուհիներից մեկն ես, իդեպ միակ կին մարզուհին, որը 4 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Գիտակցում ես դա, ինչ է դա քեզ համար։ Իրականում դեռ չեմ գիտակցում, ամեն անգամ այս լուրջ մրցելույթներից հետո բավականին երկար ժամանակ հետո նոր սկսում ես գիտակցել, թե դու ինչ ես արել, որովհետև դու տարիներով կամ օրերով աշխատում ես, որ գնաս այդ քո նպատակի հետևից, իրականանում է, ճիշտ է, դու այդ պահին աֆեկտիվ ինչ-որ իրավիճակում ես գտնվում, բայց մի քիչ ժամանակ է պետք, որ հանգստանաս, ուժերդ հավաքես ու հասկանաս ինչ ես կարողացել անել։ Լիլիթ, առաջին անգամ էիր այսպիսի մեծ մրցաշարում հանդես գալիս Երևանում։ Պատասխանատվություն, ադրենալին, թե մի այլ ձևակերպում կարելի է տալ այս ամենին։ Առաջին անգամ էր Հայաստանում եւ իրոք առաջին անգամ ենք մենք սենց կարեւոր ու նշանակալից առաջնություն կազմակերպում Հայաստանում, շատ լարված էինք, որովհետեւ առաջին անգամ դիտորդները, երկրպագուները հայեր էին ու եկել են իրոք դիտելու միայն հայերի մրցելույթները։ Իրականում Արամ ջան, երբ որ սկսեց մրցաշարը, այդ բանը չէին գիտակցում ինչա կատարվում, բայց ընդհանրապես մրցաշարը տևել է 5 օր, այդ 5 օրը մենք կարողացանք լիարժեք նորովի ճանաչել մեր սպորտը։ Լիլիթ, Եվրոպայի առաջնությունում դու եւ թիմակիցդ Գոհարը հայկական էիք դարձրել, եզրափակիչում 2-ով էիք։ Ճիշտն ասած, դա ինձ համար փշաքաղեցնող զգացողություն էր, մանավանդ երբ ես էի հաղորդում եզրափակիչը տրիբունաների համար։ Դուք ինչ էիք զգում, ինչ էր զգում այդ պահին զենքը ձեռքը մարզուհին։ Նախ իրոք շատ հաճելի էր այդ պահը, ճիշտ է, շատ հուզիչ, շատ պատասխանատու, որովհետև մենք ուզում էինք եզրափակիչը սիրուն լինի, ուզում էինք իրար հետ կրակենք, բայց այն փաստը, որ լսեցինք քո ձայնը, լսեցինք երկրպագուների ողջույնի ձայնը եւ չգիտեմ, այդ ադրենալինը այնքան մեծ էր, այդ էմոցիաները այնքան շատ էին, որ եւ պատասխանատու էինք, եւ լարված էինք, բայց բազմիցս եմ նշել, այդ լարվածությունը ինձ երբեք չի խանգարում, ես սիրում եմ հրաձգությունը, սիրում եմ հրաձգությունից պարգևած բոլոր էմոցիաները, այս դեպքում լարվածությունը ինձ ուղղակի օգնում էր։ Ինձ համար կարևոր չէր, թե այդտեղով է հաղթելու, Լիլիթը թե Գոհարը, միևնույն է բարձրանալու էր հայոց եռագույնը։ Իսկ ձեզ համար։ Մեզ համար էր, իրականում մեզ համար էր, որտեվ երբ որ կիսաեզրափակչում իմացանք, որ պետք է ուկրաինացիների հետ պայքարենք, մեզ համար գերագույն նպատակ էր, որ եզրափակչում լինեինք 2-ով։ Ու երբ որ մենք դուրս եկանք կիսաեզրափակիչը հաղթած, մենք 2-ով իրար գրկախառնվելով հասկացանք, որ մենք արդեն հաղթող ենք։ Ու էական նշանակություն չկար ով կհաղթեր։ Ուղղակի երբ որ դու կանգնում ես կրակավոր ռուբեժում, դու հասկանում ես, որ այստեղ արդեն ոսկու հարցն է, իսկ քանի որ ես ունեի արդեն 3 ոսկի, բնականաբար քո երկրում ինքդ անձամբ բարձրացնել դրոշը, դա ավելի պատասխանատու ու ավելի կարևոր էր։ Հետաքրքիր պայքար էր նաև կիսաեզրափակիչում, ընդ որում բազմամյա մրցակից էր Ռիբալովան։ Այո, ինքը շատ ուժեղ եւ շատ լավ մարդ է, բայց գիտեք, ես իրեն բազմիցս իրականում պարտվել եմ, մասնավորապես աշխարհի առաջնությանը։ Ինձ մոտ ռևանշի պահ կար, մանավանդ իմ հայրենիքում, մի քիչ ճիշտ չէր լինի, որ ինքը գար ու ինձ հաղթեր, պետք էր հաղթել, այս դեպքում նույնիսկ ինքը ինձ մոտեցավ եւ շնորհակալություն հայտնեց գեղեցիկ էմոցիաների եւ գեղեցիկ կիսաեզրափակչի համար։ Լիլիթ, չեմպիոնները հաճախ ասում են, որ պարտությունները ավելի շատ բան են սովորեցնում, քան հաղթանակները։ Քո կարիերայում կա մի պարտություն, որը քեզ դարձրել է ավելի ուժեղ։ Իրականում ճիշտ են նշում, պարտությունները ավելի են ուժեղացնում, եթե դու ձգտումով ու նպատակով մարզիկ ես։ Ինձ համար պարտությունը այս դեպքում ինքս ինձ պարտվելն է, օրինակը հենց նույն Ռեբավալովայի հետ աշխարհի առաջնության եզրափակչում պարտվելն էր։ Ես զիջեցի իրեն, որովհետև ես ինձ թերագնահատեցի այս դեպքում եւ այդ օրինակի հիման վրա ես այս կիսաեզրափակիչը հաղթեցի։ Լիլիթ, ձեր մարզաձևը ամենակիչ լուսաբանվածներից է ցավոք սրտի։ Այս դեպքում մարզիկները, մարզասերները տեսնելու են միայն մեդալները, բայց հետաքրքիր է, ինչ է կատարվում նաև կուլիսներում։
Իրականում շատ դժվար պայքար ինքդ քո մեջ։ Գիտեք, այս դեպքում, երբ որ Հայաստանում էր, ես նշել եմ ու էլի կնշեմ, հրաձիգը առանձնանում է, որովհետև դու ես, քո զենքը ու քո աշխարհը։ Երբ որ կողքից ցանկացած հարց է լինում, ցանկացած միջամտություն, դու կարող ես այդ միջամտությունից, այդ քո աշխարհից դուրս գալ։ Այս դեպքում Հայաստանում շատ բարդ էր, որովհետև ամեն անցնողը քեզ կարող է ուղղակի, հա, որպես կամեցող ուղղակի հարց տալ, բայց այդ հարցը քեզ կարող է ամբողջ աշխարհդ փլուզել։ Այս դեպքում իրոք շատ բարդ էր կենտրոնանալը, բայց անհնարին չի, որովհետև ճիշտ է, մեզ շատ քիչ են լուսաբանում, բայց շատ շնորհակալ ենք այս առաջնությանը շատ նշանակալից ձևով լուսաբանելու, որովհետև շատ կարևոր է, մարզիկների համար էլ է կարևոր։ Լիլիթ, իսկ ինչ ես կարծում, այս Եվրոպայի առաջնությունը Հայաստանում մեծացրեց մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը, նոր հոսք կլինի դեպի հրաձգարաններ։ Ես կարծում եմ այո, որովհետև դուք մասնավորապես լրագրողները այնպես լուսաբանեցիք, որ շատերը նույնիսկ չգիտեին, որ կա հրաձգություն, բայց կարծում եմ արդեն գիտեն։ Դա շատ կարևոր է մասսայականացման համար, նաև այսպիսի առաջնությունները անցկացնելը։ Նշեմ նաև, որ դրսից եկած ցանկացած մարզիկ հիացած էր մեր կազմակերպած առաջնությունից, որովհետև մենք նույնիսկ զարմացած էինք, որտեղ հսկական աշխատանք էր տարվել ու զարմացել ենք, ոնց կարող է փոքր երկիրը այսպեսի մեծ առաջնություն կազմակերպել։ Լիլիթ, փոքր երկիրը Եվրոպայում թիմային հաշվարկով, մեդալային հաշվարկով նաև 4-րդն էր։ Մենք 13 մեդալ նվաճեցինք, ինչը ավելի պատմական, ավելի հիասթափ է դարձնում այս Եվրոպայի առաջնությունը։ Որն է վերջին տարիներին մեր հավաքականի հրաձգության Հայաստանի Ֆեդերացիայի հաջողության գրավականը։ Հաջողության գրավականը չհանձնվելն է, պայքարել մինչև վերջ, նոր սերնդին առաջ մղելու ցանկությունը եւ իրոք մեզ մոտ կա մի հատ նպատակ, ես կարծում եմ ֆեդերացիան այդպես էլ առաջնորդվում է, ցանկացած մարզիկին, կապ չունի սկսնակ թե հին գրակողներին, միշտ հնարավորություն է տրվում, որպեսզի նա գնա իր նպատակների հետևից եւ շնորհակալություն իհարկե մեր ֆեդերացիային այդ ամենի համար։ Լիլիթ, վազող թիրախը բավականին բարդ մրցաձև է ու բավականին նյարդային։ Հիշում ես այն վարկյան այն կրակոցը, երբ դու հասկացար, որ արդեն ոսկին քոնն է։ Իրականում այո, որովհետև չէի սպասում, 9.1 միավոր էի խոցել, թե կիսաեզրափակում, թե եզրափակում, բայց մեր մարզաձևի գեղեցկությունը նաև նրանում է, որ 0.1 միավորը կարող է մեդալի գույն որոշել, եւ ես մի անգամ պարտվել եմ այդ 0.1 միավորով, այս անգամ 2 անգամ հաղթեցի 0.1 միավորի առավելությամբ, այդ մի քիչ ուրիշ նպատակային իրականացում է։ Լիլիթ, թեև ձեր մրցաձևը օլիմպիական չէ, բայց պետք է խոստովանեմ, որ ամենահետաքրքիրներից է։ Որն է այստեղ կարևոր, արագությունը, կազմակերպվածությունը, թե մաթեմատիկական հաշվարկը։ Չէ, մաթեմատիկական հաշվարկներ չկան, ավելի շատ երևի թե արագ քեզ հավաքելու, արագ կողմնորոշվելու ու էմոցիաներդ կառավարելու մեջ է։ Իսկ ինչ է հրաձգությունը ավելի շատ, պայքար մրցակցի հետ, թե պայքար քո մտքերի հետ։ Պայքար ինքդ քո դեմ, ու ինքդ քո մտքերի դեմ։ Հեշտ է։ Շատ բարդ է, որովհետև պարտվելուց էլ դու ես պարտվում, ոչ թե քեզ հաղթում են, հաղթելուց էլ դու ես հաղթում ու ինքդ քեզ։ Իսկ որն է այստեղի գրված ու չգրված գլխավոր օրենքը։ Գլխավոր օրենքը լինել առաջին հերթին լավ մարդ եւ երբեք չհանձնվել։ Հրաձգությունում նաև պետք է անջատվել արտաքին աշխարհից։ Ինչպես ես կարողանում այդ վճռորոշ պահին անջատվել։ Ես ունեմ հրաձգությունում լիքը նպատակներ եւ այդ նպատակները ինձ առաջնորդում են։ Այս դեպքում, երբ որ գնում ես նպատակի հետևից, ուղղակի կարողանում եմ կենտրոնանալ այդ նպատակի հիման վրա եւ անել այն, ինչ որ կարողանում եմ լավ անել։ Լիլիթ, գիտեմ նաև բալիկ ունես, ինչպես ես կարողանում համատեղել մարզումները, մրցումները, բալիկի խնամքը եւ առասարակ։ Իրականում մի քիչ ավելի բարդացել է, որովհետև բալիկից հետո երբ վերադարձա, սա առաջին գլխավոր հաջողությունս էր։ Ճիշտ է, անցած տարի բրոնզե մեդալ էի նվաճել, բայց 50 մետր տարածությունից, կնշեմ ինչի առաջի, որտեղ սրան շատ երկար էի գնացել։ Բարդ է իրականում, բայց եթե ունես նպատակներ, երազանքներ, ես միշտ գիտեք ոնց եմ մտածում, ոչ մի բարդություն չպետք է քեզ խանգարի, այլ պետք է օգնի։ Ոնց որ նշեցիք, չեմպիոններին բարդությունը օգնում է, այս դեպքում էլ բարդությունները օգնում են, որպեսզի հասնես երազանքներիդ։ Տղադ սիրում է սպորտը, հրաձգությունը։ Կարծում եմ այո, բայց դեռ փոքր է, դեռ չգիտեմ, բայց եթե իմանամ, հետագայում հասկանամ, որ ինքը կցանկանա հրաձգությամբ զբաղվել, բնականաբար ամեն հարցում կօգնեմ եւ կողքին կաջակցեմ։
Իսկ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ մայրը ստիպված է շատ դեպքերում իրեն թողնել գալ հրաձգարան։ Իրականում շատ ծանր է տանում, նույնիսկ այս վերջին մսաշարին ջերմում էր։ Ես մտածում եմ ինչքան մեծանա արդեն ավելի հեշտ կլինի, բայց ինձ համար էլ է շատ դժվար, երբ որ ինքը հեռվում է գտնում, կապ չունի Հայաստանում էր, ես տանը չէի այդ պահին, բայց այն փաստը, որ ինքը քեզ տանը սպասում է, ինձ օգնում է։ Դու հիմա տաք ու ջերմ բաներից ես խոսում, բայց ինձ ասել են, որ հրաձիկները սառնասիրտ են։ Մենք սառնասիրտ չենք, մենք ուղղակի էմոցիա ցույց չենք տալիս, բայց մարդը պետք է էությամբ տաք լինի ու ջերմ լինի, որպեսզի ջերմությունը կարողանա փոխանցի։ Լիլիթ, եւ վերջում մեկ բաթել։ Ես 3 կրակոց կունենամ, դու պետք է գուշակես արդյունքը։ Եթե ճիշտ գուշակես, կարող ես ինքդ մի հարց տալ, ի դեպ կարծում եմ, որ դու չես դժվարանա, որովհետեւ քո երկրորդ մասնագիտությունը լրագրությունն է։ Խնդիր չկա։ Կփորձեմ գուշակել։ Դե ինչ, փորձենք։ Փորձենք։ Հա Լիլիթ, քանի հնարավորից ինչքան կխոսեմ։ 3 հնարավորից 3-ն եք խոսեք հաստատ։ Վստահ ես։ Վստահ եմ։ Նշան բռնելը գիտեք։ Լիլիթ, նշան բռնելը գիտեմ, բայց կխնդրեմ մի պահ ավելի շատ այս մարզաձևի ներբություններից ասես, ինչին պետք է ուշադրություն դարձնեմ, ինչ որն է լինելու։ Հիմա ձեռքը մի օգտագործրեք։ Որն է լինելու գլխավոր նպատակս, գլխավոր առաջադրանքս, որովհետև սա ավելի բարդ է, քանի որ թիրախը շարժվում է։ Կարևորը փորձեք հետևից հասցնել, մի քիչ առաջ պահեք, ձախն հիմա դեպի ձախա գնալու, ձախ նշանահատիկը փոքրի տարածքում, պետք չի փոքրի տակ, որտեղ հնարավոր չի կանգնեցնել այդ։ Այս տարածքում տատանվում է, ինքը շատ հետաքրքիր ձևով տատանվել է, ուղղակի այդ տարածքում ձգանը շատ հանգիստ քաշեք, չի կա չկպնի։ Ես վստահ եմ արամ։ 3-ն է խոցելու եք, թե ինչքան կհավաքեք, մի քիչ կպակ։ Կպակ։ Լիլիթ, ինչևէ ամեն դեպքում ես այդքան էլ դիպուկ չէի, բայց քո հարցի հնարավորությունն ունես։ Շնորհակալ եմ, հարցի հնարավորություն չէի մտածել ինչ հարց, բայց կուզեի հասկանալ որպես մարզական լրագրող, ձեզ համար տարբերություն կա, որ մարզաձևում հաղթողներ կունենանք, որ մարզաձևերում չէ։ Ոչ Լիլիթ, հավատացեք, որևէ տարբերություն չկա, թե մարզիկը որ մարզաձևում է հաջողության հասնում, այստեղ կարևորը հայի ու Հայաստանի հաղթանակն է ու փառք ու պատիվ բոլոր այն մարզիկներին, ովքեր կարողանում են բարձր պահել մեր երկրի պատիվը։ Շնորհակալ եմ։ Լիլիթ, եւ վերջին հարցս։ Եվրոպայի քառակի չեմպիոն ես, որն է հաջորդ գլխավոր նպատակդ։ Գլխավոր նպատակս աշխարհի առողջության ոսկին է, որովհետև բոլոր մեդալներն ունեմ, բացի ոսկուց, բնականաբար աշխատել եմ այդ ուղղությամբ, որտեղ հուլիսին ունենք աշխարհի առաջնություն, քանի գտնվում եմ լավ մարզավիճակում, գնալու եմ չեմպիոնության հետևից։ Ինչ տա Աստված չեմպիոնությունը իրականանա, բայց ես նաև վստահ եմ, որ դու շատ շուտով ամբողջ ափդ ես սպառզելու ի նշան Եվրոպայի առաջնության 5-րդ չեմպիոնության։ Շնորհակալություն, որ հավատում եք իմ ուժերին, կաշխատեմ արդարացնել։ Դե ինչ, չեմպիոնի հետ այսքանով ավարտված է, մեր չեմպիոնը Լիլիթ Մկրտչյանն էր, իսկ դուք սպասեք նոր չեմպիոնի։